Տարբեր մեր սահմանամերձ գյուղերից ուսուցիչներ, ովքեր որ դպրոցում տիրող այս վիճակները, անարխիկ վիճակները, իդեպ եթե հետաքրքրվող անձիկ կան, կարող են դիմել, ես մանրամասն կասեմ, որ գյուղում, որ դպրոցը, որ մանկապարտեզը ինչ խախտումների հետ կապված բողոքներ է հայտնել, այդ ամենը մեր մոտ գույքագրված կա, ժողովուրդ, անկեղծ ասեմ, սրա մասին ամեն օր մեզ եւ զանգահարում են եւ ահազանգում են, կայացրած դատական ակտեր կան, որոնք չեն ի կատարածվում, քանի որ հասարակ քաղաքացու օգտին են կատարվել այդ ակտերը, կայացվել այդ ակտերը, սակայն հասարակ քաղաքացին որևէ ուժ չունի տվյալ դատական ակտը ուրեմն ի կատարածելու, լծակ գործադրելուն եւ դատական ակտը մնում է օդում կախված։ Նմանատիպ բավականին շատ հարցեր կան, ժողովուրդ, սա յուրաքանչյուր օր մենք առնչվում ենք նման խնդիրների հետ եւ դա է պատճառը, որ այս մեր եթերով մենք սկսեցինք արդեն նման նախաձեռնությունների մասին մտածել, նման նախաձեռնություններ փորձել հասկանալ ինչ ձևով, ինչ տարբերակով անել եւ առաջին իսկ գործիքը հենց այդ գործիքն է, որը որ թույլ է տալիս ուղիղ ժողովրդավարական ճանապարհով լուծել խնդիրներ, ուղիղ ժողովրդավարական ճանապարհով իշխանությանը, այսինքն պետության ղեկավարությունը ուղիղ ժողովրդավարության արդյունքում կատարի այն քայլերը, որը որ ժողովուրդը մեծամասնությունը ընտրողների կարծիք ունի, որ պետք է կատարվի։ Իսկ ինչ վերաբերվում է փողոցային պայքարը, մենք հասկացանք, որ փողոցային պայքարը ինչ է տալիս։ Ցավոք սրտի մենք մոտավորապես 4 տարի է տեսնում ենք փողոցային պայքարի տարբեր ձևեր, տարբեր մարդկանց կողմից, որևէ մեկին չթերագնահատելով կամ չգերագնահատելով, սակայն հանուն արդարության պետք է ասեմ, որ ժողովրդի մի մասին հիասթափեցնում են առհասարակ քաղաքական գործընթացներից, առհասարակ բողոք արտահայտելու ցանկությունը ժողովրդի մոտ սպանում են, քանի որ ժողովուրդը այլ ակնկալիքով միանում է այդ տվյալ հավաքներին եւ վերջում լրիվ այլ արդյունք է ստացվում եւ